Շատ լավ։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում մեզ բոլորիս հաջորդ շաբաթ, օգոստոսի 1-ից 8-ը։ Ես մի քիչ ուշացրեցի, զբաղված էի շատ հարգելիներս։ Բայց ոչինչ, մի քանի օրվա ընթացքում կվերջացնեմ այս շաբաթվան, դեռ նոր ենք շաբաթը սկսում։ Տեսնենք ինչ է սպասվում։ Ինչ է սպասվում մեր հարգելի խոհերին հաջորդ շաբաթ, օգոստոսի 1-ից 8-ը։ Ընդհանուր տրամադրությունը, միայնակների համար անձնական հարցեր, զույգերի համար, աշխատանք և ֆինանսներ։ Շատ լավ տրամադրություն եմ տեսնում ձեզ համար, հարգելի խոհեր։ Տեսնում եմ շունը, տեսնում եմ նաև գումարներ, ես չգիտեմ, ինչ-որ միջոցառում ունեք, ինչ-որ առիթ ունեք, գնում եք կամ նվեր եք տանում, կամ նվեր եք ստանում, շրջապատված կլինեք ձեր ընկերներով, կամ կարտերը միգուցե հուշում են, շրջապատված եղեք ձեզ հարազատ, հոգեհարազատ մարդկանց հետ, այսինքն այցելեք ձեր ընկերներին կամ ձեր բարեկամներին, մենակ մի մնացեք, այդպես կարող եմ ասել, մի շաբաթ աշխատեք անցկացնել ձեզ համար շատ հոգեհարազատ և մտերիմ մարդկանց հետ, իսկ եթե առիթ ունեք, ապա ես տեսնում լավ ժամանակ կանցկացնեք։ Տեսնում այսպես իմաստուն խելացի մարդ միայնակների համար։ Տեսնենք ինչն է այս կարտի խորհուրդը, ինչ են հուշում կարտերը միայնակ խոհերին հաջորդ շաբաթ։ Եթե ինչ-որ մեկի հետ ուզում եք խորհրդակցել ձեր անձնական հարցերի շուրջ, այս մարդը կարող է լինել այդպիսի մեկը, մարդ, որին վստահում եք։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելիներս, ես կարծում եմ, որ այդպես էլ կա, կարտերը խորհուրդ են տալիս, միգուցե ինչ-որ մեկի հետ պետք է խոսել, զրուցել, խորհրդակցել ձեր անձնական հարցի շուրջ։ Ես տեսնում եմ, այստեղ դուք ցանկություններ ունեք, միգուցե կա ինչ-որ մեկը, որին հավանում եք, պարզապես ճանապարհի կեսին մնացել եք, չեք կարողանում ինքներդ որոշում կայացնել։ Ես չգիտեմ որոշում ինչի մասին է, դուք միայնակ եք, ինչ-որ մեկին հավանում եք, ուզում եք խոսել, չխոսել, հետո դուրս գալ, դուրս չգալ, ես կարծում եմ, միշտ էլ պետք է դուրս գալ, եթե հավանում եք։ Պետք է դուրս գաք, շփվեք եւ նոր հասկանաք, ուզում եք մարդու հետ շարունակել հարաբերությունները, թե չեք ուզում։ Բայց ես տեսնում եմ, որ դուք ամեն դեպքում ինչ-որ դժվարություններ ունեք։ Դուք ուզում եք ձեր անձնական կյանքում ինչ-որ բան փոխվի, բայց ամպեր են կուտակված, միգուցե որտեվ հուզված եք, որտեվ անհանգիստ եք։ Իսկ ինչու եք անհանգիստ, ես անկեղծ ասած չեմ տեսնում, որտեվ առանձնապես ոչ մի բացասական բան չեմ տեսնում։ Դուք ուզում եք, ցանկություններ կան, բայց այսպես ճանապարհի մեջտեղում եք, ես չգիտեմ, այստեղ աղջիկ եմ տեսնում, աղջիկ է որոշում կայացնում, կամ երիտասարդն է ուզում աղջկան ինչ-որտեղ հրավիրել, բայց անհանգստացած է, վստահ չէ, ուզում է ինչ-որ ներողություն, ընկերության առաջարկություն, ինչ փոփոխություն է ուզում իր անձնական կյանքում, բայց ես տեսնում եմ, որ առանձնապես քայլ չի անում առայժմ, որտեվ անհանգիստ է։ Ես տեսնում եմ այստեղ փոփոխության կարտը, ես տեսնում եմ բանալի եւ տեսնում եմ այստեղ թռչունները։ Ես կարող եմ ասել, եթե ուզում եք ինչ-որ բան փոխվի ձեր կյանքում, հատկապես աղջիկներ, պետք է ավելի շատ շփվել, բանալին շփման մեջ է։ Ու եթե ձեզ կարող է ինչ-որ մի իմաստուն մեկը խորհուրդ տալ, ինչ-որ մեկի ուզում եք դիմել, մյուս կողմից դուք ինքներդ պետք է լինեք մի քիչ ավելի իմաստուն, այսինքն մինչև մարդու հետ չշփվեք, չեք կարող որոշել այդ մարդը ձեզ համապատասխանում է թե ոչ, ուզում եք նրա հետ շարունակել լրջացնել հարաբերությունները, ի վերջո ամուսնանալ թե ոչ, այսինքն ով կարող է ձեզ խորհուրդ տալ։ Ես կարտերով եմ տեսնում, եթե ունեք այդպիսի ուրեմն անհրաժեշտություն, կարող եք զրուցել, ով որ տղամարդկի նշանակություն չունի, ու վստահում եք, ով հավատում եք, որ ձեզ կտա անաչառ եւ ճիշտ խորհուրդ, բայց ես տեսնում եմ իրականում կարտերը խորհուրդ են տալիս ու փոփոխության համար, իրականում բանալին խոսակցություններ են, շատ շփվեք, միգուցե շփվեք on-line, միգուցե պարզապես դուրս գնաք հետաքրքիր վայրեր մարդկանց հետ շփվեք, ամեն դեպքում պետք է շատ շփվող լինեք, մի նստեք տանը, մի փակվեք, մի քիչ ավելի այսպես բաց եղեք խոսակցությունների եւ շփումների, շատ շփվեք, որպեսզի դրանից ձեր անձնական հարաբերություններում ինչ-որ բան կարողանա փոխվել, այդպես կարող եմ ասել, ուրիշ առանձնապես ոչ մի բարդություններ չեմ տեսնում։ Դուք եք հուզվում, դուք եք նեղվում, ես չգիտեմ ինչու եք հուզվել, որտեղ ուզում եք փոփոխություն, բայց միգուցե կա շանս եւ մի տեսակ վախենում եք, անհանգիստ եք, սա հատկապես երևի աղջիկներին է վերաբերում։ Իսկ ես կարծում եմ, որ արժի գնալ։ Արժի գնալ ճանապարհը բաց է, շատ գեղեցիկ աստղեր եմ տեսնում, այսինքն արժի գնալ փորձել, շփվել
Եվ արդյունքում կերևա դուք համապատասխանում եք իրար, թե չեք համապատասխանում։ Իսկ եթե չկա ոչ մեկի առանձնապես չեք հավանում, չկա այդպիսի մեկը, ապա դուք համ ուզում եք փոփոխություն, համ եկի անհանգիստ եք, վախենում եք, ինչից կդժվարանամ ասել, բայց ելի եմ կրկնում փոփոխություն, եթե ուզում եք, բանալին շփման մեջ է, շատ շփվեք, հարգելի միայնակ խոյեր, տղամարդ եք, կին եք, նշանակություն չունի։ Իսկ զույգերի համատեսնում եմ այսպիսի հետաքրքիր ձիավոր, ձիավորը գալիս է լուր է բերում, ընդհանրապես սա լուրի կարգն է, կամ ինչ-որ փոփոխություն, կամ ինչ-որ նորություն է գալիս ձեր կյանք, տեսնենք։ Տեսնում եմ սրտի 9, տեսնում եմ սրտի 10, տեսնենք։ Ինչ է շտապում, ինչ հետաքրքիր նորություն կամ լուր է շտապում դեպի մեր հետաքրքիր եւ, այսպես կարող եմ ասել, խոյ զույգերին։ Նրանք ովքեր զույգերով են, ամուսնացած կամ չամուսնացած զույգերով։ Կարող է նոր մարդ է գալիս ձեր կյանք։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի խոյեր։ Շատ հետաքրքիր։ Տեսնում եմ այստեղ էլի թռչունները, խոսակցություն, տեսնում եմ ժամադրություն, տեսնում եմ ձկներ, տուն, տեսնում եմ մատանի եւ տեսնում եմ գիրք։ Գիտեք, հարգելիներս, որոշ խոյերի համար կարող եմ ասել, տեսեք, կամ ինչ որ մեկը կամ կգան ձեր տուն, ես նաեւ այստեղ տեսնում եք, տուն եմ տեսնում, մեծահասակ մարդիկ են գալիս եւ կանայք եւ տղամարդիկ։ Դե հարգելի խոյեր, կամ դուք եք ուզում գնալ աղջիկ ուզելու, մատանի եմ տեսնում եք այստեղ առաջարկություն, կամ ձեր տուն են գալիս, նայած խոյ աղջիկն է, թե երիտասարդն է, կարող են ձեր տուն գալ աղջիկ ուզելու, կարող եք դուք գնալ աղջիկ ուզելու, ես շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, եւ ես չեն էլ մերժի, ես տեսնում եմ, որ իրականում կհամաձայնվեն, եթե ամուսնության մասին է արդեն խոսակցությունը պարզապես աղջիկ ուզելու հարցել չէ, այլ ավելի մի քայլ առաջ, որտեղ կարող է սա լինել իրականում շտապում եք, արագացնում եք, ուզում եք ամեն ինչ առաջ գցել եւ ուզում են ընտանիք կազմել, ես տեսնում եմ իրականում խոսակցությունները տեսնում եք ժամադրությունը, այսինքն գեղեցիկ զույգի մասին, տուն, մատանի, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել, այստեղ ամուսնության մասին է խոսակցությունը, հավաքվում են մեծերով, կանանցով, տղամարդկանցով եւ պայմանավորվում են հարսանեկի, նշանդրեքի ամուսնության կամ պարզապես մատանի են դնում։ Սա գիրքը շատ բան կպարզվի, կծանոթանաք, կշփվեք, շատ հետաքրքիր կնի, ասում էի, չէ, այստեղ էլ էի ասում։ Հետաքրքիր ժամանակ անցկացնեք, իսկ եթե կան ձեր տուն ձեր աղջկան ուզելու կամ ձեզ ուզելու, հա, ձեզ նաև նվերներ կբերեն, ինչը ես արդեն մինչև էդ էլ ասում եի, շատ տաքրքիր շաբաթ կսպասի որոշ խոյերին, աստված տա այդպես էլ լինի հարգելներս։ Աշխատանքի մեջ տեսնում եմ ծառը նշանակում է առաջ խաղացում, ձեր գործերը մի քիչ առաջ կընկնեն, եթե գործերը մի քիչ ավելի այսպես հանգիստ էին վերջերս, շատ գործ չկար, կամ մի քիչ պարապ էի, կամ մի քիչ, այսպես ասեմ, կանգնել էին, առանձնապես տեղից չէին շարժում, ավելի հետաքրքիր կլինի, հաջորդ շաբաթ առաջ խաղացում կլինի։ Չեմ կարող ասել շատ զբաղված կլինեք, բայց չեք ձանձրանա ամեն դեպքում, իսկ եթե ինչ-որ աշխատանքի վայրում ինչ-որ նպատակներ, ցանկություններ ունեիք, առաջ խաղացում կլինի, իսկ եթե աշխատանք էիք փնտրում, ծառը եւս նշանակում է մի քայլ առաջ, այսինքն ամենայն հավանականությամբ լավ լուր կլսեք աշխատանք գտնելու մասին, հարգելներս։ Եթե աշխատանքի վայրում էիք սպասում փոփոխություններ, ելի հնարավոր է։ Այո, կարող եմ ասել, որ իսկապես շատ հետաքրքիր փոփոխություններ կարող են լինել, սա փոփոխության կարտ եմ տեսնում, որոշումներ են կայացնում, բանալի եմ տեսնում, կին եմ տեսնում, գիտեք, նրանք հատկապես ովքեր աշխատանք էին փնտրում, տեսնում եք, այստեղ իրենց առաջ ոչինչ չկա, ղարետզով, այսինքն մարդը աշխատանք չուներ, աշխատանք է փնտրում, այո, տեսնում եք, բանալին շատ շփման մեջ է եւ փնտրելու մեջ է, ասիկե ճանապարհ ընկեք, գնացեք, փնտրեք, եթե փոփոխություն եք ուզում, անպայման կգտնեք եւ շատ բաներ կսովորեք։ Գիտեք, ամեն անգամ հարցազրույցի գնալով ինչ-որ մի նոր բան եք սովորում, ինչպես են հարցազրույց վերցնում, ինչ հարցեր են տալիս, եւ ամեն անգամ այսպես քայլ առ քայլ կարող եք մոտենալ ձեր հաջողությանը, որտեղ նույնիսկ եթե մի անգամ հարցազրույցի գնացիք եւ ձեզ չուզեցին կամ աշխատանք չառաջարկեցին, դա պարզապես փորձ է ձեզ համար։ Այս տեսնում եմ, որ դուք եթե շատ շփվեք, փորձեք տարբերակներ, շատ բաներ կսովորեք արդյունքում։ Իսկ շատերը առաջ խաղացում եմ տեսնում, որ ի վերջո միգուցե, եթե վաղուց փորձում էիք, ապա միգուցե կարող է հաջորդ շաբաթ ինչ-որ լավ լուր լսեք հարգելներից։ Շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում ամեն դեպքում։ Շանս կա, հնարավոր է աշխատանքում առաջ խաղացում, շատ մեծ չէ, միգուցե փոքր առաջ խաղացում, իսկ եթե փնտրում եք աշխատանք, ելի կա տարբերակ, շարունակեք ձեր փնտրտուքները։
Այս ֆինանսներում տեսնում են ֆինանսները մի փոքր կանգնած են, կամ ծախսեր եք անում, ծախս եք ուզում անել ճամփորդելու համար, արդեն անում եք կամ մտածում եք, դրա համար մի տեսակ գումարները այսպես կանգնել են, այսինքն նկատի ունեն, որ չեն ավելանում, որովհետև ծախսեր ունենք, բայց հաճելի ծախսեր են, եթե ճամփորդելու համար են, եմ տեսնում ամեն դեպքում։ Մյուս կողմից, եթե նրանք ովքեր աշխատանք են փնտրում, եթե աշխատանք չունեին, ապա ֆինանսները կանգնել են, չկա աշխատանք, չկա աշխատավարձ։ Իսկ եթե ցանկացած այլ հարցերով ֆինանսների հետ պարզապես կախված, ես տեսնում եմ, որ եթե ձեզ գումար էին պարզ առայժմ չեն տալիս, եւ դա ձեզ երևի թե այնքան էլ հաճելի չէ, որտեղ տեսնում եմ ֆինանսների պակաս։ Տեսնենք ինչ կփոխվի հաջորդ շաբաթ։ Ես տեսնում եմ իրականում հաջողություն հարգելիներ, տեսնում եք, հառի 10-ից հետո գալիս է ամիջապես 10-ը, շատ լավն է։ Այսինքն ես տեսնում եմ ֆինանսական հարցերը կլուծեք։ Նույնիսկ եթե ֆինանսներ հաջորդ շաբաթ չգան, ցանկացած հարցեր, եթե ծախսեր պետք ճամփորդելու համար, դուք այդ ֆինանսները կապահովեք, ունեք եւ կգտնեք։ Նույնիսկ եթե կասկածներ ունեք, անհանգիստ եք, չգիտեմ, ես տեսնում եմ, եթե պայմանագիր եք ընկնում, ինչ որ համաձայնության պետք է գաք, եթե ձեզ գումարներ են պետք ինչ որ նպատակի համար վարկեիք ուզում, դուք կասկածներ, անհանգստություններ ունեք, իրականում դրա կարիք չկա, ես տեսնում եմ համաձայնությունը կնքվում է, ձեզ հավանաբար վարկ կտան։ Էլ եմ ասում, եթե հաջորդ շաբաթ գումարները չգան, ես տեսնում եմ ինչ որ համաձայնության ինչ որ մեկի հետ գալիս եք։ Եթե ինչ որ մեկը ուշացնում էր պարտք պետք է տար եւ չէր տալիս, ես տեսնում եմ հաջորդ շաբաթ արդեն կամ կսկսի խոսել այդ մասին, պայմանավորվեք, թեկուզ դուք կասկածում եք, բայց ի վերջո գումարը ձեզ հետ է գալու։ Սա տեսնում եք երկու հոգու մեջ այսպես համագործակցությունն է, որը վերջանում է։ Իսկ գումարները ես 10-ով տեսնում եմ, որ գումարները ձեզ իրականում գտնեք տարբերակներ։ Ինչի համար է ձեզ ֆինանսները պետք են, դուք կգտնեք ձեզ անհրաժեշտ ֆինանսները։ Ես ֆինանսական խնդիրներ չեմ տեսնում, որ օրինակ հարգելներից։ Ձեզ շատ հետաքրքիր շաբաթ է սպասում։ Հարգելի խոյեր, բավականին հետաքրքիր, բավականին աշխոհ, շատ ժամանակ անցկացրեք ձեր ընկերների հետ։ Իսկ միայնակներին խորհուրդ են տալիս շատ շփվել հարգելներից։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում ցելերին հաջորդ շաբաթ օգոստոսի 1-ից 8-ը։ Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար, զույգերի համար անձնական հարցեր, աշխատանք եւ ֆինանսներ։ Այդքան խառնեցի աչքներիդ առաջ կիսեցի, էլի նույն կարտը դուրս եկավ ինչ որ խոյերի համար։ Հարգելի ցելեր, հաջորդ շաբաթ շատ ժամանակ անցկացրեք ձեր ընկերների հետ, մտերիմ հարազատների հետ, մարդկանց հետ, ում ձեզ լավ եք զգում, ովքեր գիտեք, որ իսկապես անկեղծ ձեզ լավ են վերաբերվում, անկեղծ ընկերներ են, անկեղծ բարեկամներ են, այսինքն ձեզ բարի կամեցող են, կամ կատերը հուշում են, որ դուք երևի թե այդպես էլ կանեք։ Եթե ինչ-որ միջոցառումներ ունեք բարեկամներով, ազգականներով, կարող է գնալ միջոցառումների, կարող է նվերներ ստանալ, կարող եք նվերներ տալ, նայած թե ինչ առիթ է եւ ում է վերաբերում։ Միայնակ հաստատ չեք լինի, հարգելի ցելեր։ Իսկ միայնակների համար տեսնում եմ բանալի իրականում, բանալի եւ տեսնում եմ 8-ը, ինչը նշանակում է բանալին շփման մեջ է։ Ես հասկանում եմ, այս դարում երիտասարդները շատ են շփվում on-line, բայց գիտեք, դա խաբուսիկ է շատ, մարդիկ պետք է ֆիզիկապես իրար հետ լինեն, շփվեն, իրար հետ դուրս գան, ոչ միայն մարդու արտաքինը ճշտելու համար, չէ, արտաքինը հեռախոսով էլ, վիդեոզանգով էլ կարող եք տեսնել, պարզապես մարդու հետ պետք է կարողանաք շփվել, on-line շատ շփվում են, բայց նաև ժամանակն է դուրս գալու եւ շփվելու, հարգելիներս։ Հարգելի միայնակ ցելեր, ինչ եմ տեսնում ձեզ համար։ Ինչ հետաքրքիր կատեր եմ տեսնում եմ ձկներ եւ տեսնում եմ կորուստ։ Գիտեք, ձկները այս դեպքում կարող է նշանակել ինչ որ կասկածամի, ինչ որ մեկն է եղել, որին շատ չեք հավանել։ Ես չգիտեմ, այս մեղ տղամարդ է, որի հետ փորձել եք, որի հետ շփվել եք, մի տեսակ ձեզ թվացել է, որ սուտ է խոսում, վստահություն չեք ունեցել, թողել է գնացել է։ Ներողություն, դուք թողել եք հեռացել եք կամ թողել եք իրեն հեռանա։ Ինչ որ մեկը ձեզնից ամեն դեպքում հեռացել է, կորցրել է, կարող եմ ասել, բայց դա շատ դրական է ձեզ համար, հարգելիներս, որտեղ հաջորդ կարտը, տեսնում հաջողության կարտը։ Եթե կա ինչ որ մեկը, որի հետ շփվում եք,
Մի քիչ էլ տարիքով շատ երիտասարդ տղա չեմ տեսնում։ Դուք միջին տարիքում եք միգուցե ինքը պարզապես շատ մեծ խոսացող է հատկապես իր ֆինանսների մասին, բայց իրականում տեսնում եմ դատարկ, բավականին դատարկ խոսում է փուչիկ։ Եթե իրեն թողնեք հեռանա, կլինի ձեզ համար շատ մեծ հաջողություն։ Հեռացրեք այսպիսի մեկին ձեր կյանքից, եթե կա այդպիսի մեկը։ Ավելի լավ է մենակ մնաք, քան թե սխալ մեկի հետ, որտեղ տեսնում դուք շատ երկար ժամանակ մենակ չեք մնալու։ Տեսեք ինչ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Պետք է թողեք, որ գնա ինչ-որ մեկը, որը կարծում եք, որ ձեզ ստում է կամ, չգիտեմ, ինչ-որ շատ է գովում է ինքը իրեն։ Ամեն դեպքում դուք արդեն երևի գիտեք, որ ինքը վստահելի մարդ չէ։ Դա կլինի ձեզ համար հաջողություն եւ այդտեղից կսեն ձեր հաջողությունները։ Դուք որոշումներ պետք է կայացնեք։ Ես տեսնում եմ, որ դուք բավականին էլ այսպես արագ որոշում կկայացնեք, նույնիսկ եթե մարդը շատ աշխուժ է, շատ սիրուն խոսում է, շատ էլ ձեզ շտապեցնում է, ես տեսնում եմ այստեղ լուսնով, որ ամեն դեպքում ինչ-որ բան ձեզ համար կբացահայտվի։ Դուք ունեք կասկածներ եւ շատ լավ է որ ունեք, դա նշանակում է խելացի եք, եթե մարդը շատ մեծ խոսում է։ Ես տեսնում եմ հաջողություն եւ տեսնում եմ արև։ Հարգելիներս, նախ առաջին հաջողությունը այս գլուխ գովանից ազատվելն է, դա արդեն շատ մեծ հաջողություն է ձեզ համար։ Ես իրականում տեսնում եմ, որ հնարավոր է եւ նոր մարդ կարող է ձեր կյանք գալ։ Նոր մարդ կարող է գալ։ Միգուցե այս փորձ ունեցել եք, ինչ-որ մեկին չեք վստահել, այս նոր մարդն էլ որ գալիս է, այսպես պատահաբար, շատ պատահաբար ինչ-որ մեկին հանդիպում եք, կարող ճանապարհին էլ եք հանդիպում եւ կասկածներ ունեք, բայց իրականում բավականին լավ մարդ է։ Ես շատ, տեսեք, կարմիր, շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Իսկ հաջողությունը ձեր ճանապարհը բացվում է, հարգելիներս, երբ որ դուք այս ստախոսին ճանապարհում եք, հեռացնում եք ձեր կյանքից։ Ինչ եմ տեսնում զույգերի համար, տեսնում եմ առաջ խաղացում, տեսնում եմ ծառ, շատ գեղեցիկ է ծառ, այստեղ տեսնում եմ, եթե երկուսը միացնենք ձեր տրամադրությունը շատ լավ է, ձեր ընտանիքն էլ մեծանում է, չգիտեմ, նոր մարդիկ, նոր ընկերներ են հայտնվում, եթե դուք ընտանիք եք, ամուսնացած եք, ուզում եք երեխա եք ունենում, եթե պարզապես ընկերություն եք անում, շփվում եք, դեռ ամուսնացած չէ, արդեն սկսում եք մտածել ամուսնության մասին, շատ լավ է, ամեն դեպքում ձեր հարաբերություններում մի քայլ առաջ կգնաք։ Տեսնենք ինչ է նշանակում ծառը։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելիներս։ Նախ հարգելի ցլեր, կարող եմ ասել որոշ ցլերի համար նրանք, ովքեր վաղուց երեխա են սպասում, ես տեսնում եմ այստեղ երեխայի կարտը, տեսնում եմ այստեղ նավակը կանգնած էր եւ աշտարակը քանդվում էր եւ հետո տեսնում եմ արև, շատ գեղեցիկ արև եմ տեսնում եւ այստեղ էլ տեսնում էի ծառ, ասում եմ, չի առաջ խաղացում։ Այսինքն, եթե կային մարդիկ, ովքեր շատ ինչ որ երկար ժամանակ ամուսնացած են, փորձում են երեխա չէին ունենում, տեսնում եք, չի շարժվում ոչինչ տեղից եւ աշտարակը չէր կառուցում, ճանապարհը փակ էր մի տեսակ։ Ես տեսնում եմ արև, այսինքն կարող է ինչ-որ բան ստացվել, դες մի շաբաթում, չգիտեմ, Աստված տա, ես շատ կցանկանամ։ Ես չեմ տեսնում բժիշկներ, բուժումներ, պարզապես տեսնում ինչ-որ երկար ժամանակ ինչ-որ բան չէ ստացվում, բայց ես երեխա եմ տեսնում, այստեղից հետո տեսնում եմ շատ լավ լուր եւ Աստված տա այդպես է լինի, ծառով էլ կարող եմ ասել, ընտանիքը մեծանում էր։ Իսկ եթե երեխաների հետ, պարզապես ձեր երեխաների հետ կապված, ամուսնացած եք, երեխա ունեք կամ երեխաներ, ես չգիտեմ ինչ եք փնտրում, ինչ է ձեզ համար պետք է փոխել երեխաների հետ կապված, ինչ որ մի բան երկար ժամանակ չէր ստացվում, ես տեսնում եմ, որ ստացվում է։ Դրա համար ուղղակի չգիտեմ, ուրիշ ինչ կարող է երեխաների հետ լինել։ Ես տեսնում եմ ծախսեր, ես տեսնում եմ ճանապարհը փակ է եւ տեսնում եմ ճանապարհը բացվում է։ Ամեն դեպքում զույգերի համար ընտանիքում ես չեմ տեսնում այստեղ ամուսնություն, չեմ տեսնում ամուսնության առաջարկություններ, հարգելիներ, տեսնում եմ երեխա, տեսնում եմ ճանապարհը փակ է, տեսնում եմ արևով շատ լավ լուր։ Ում վերաբերում է երևի գլխի կընկնեն, տանը, ձեր ընտանիքում, ձեր, չգիտեմ, երեխաների, կարող է դուք մեծ մարդիկ եք, ձեր երեխաները երիտասարդներ են եւ վերջապես ուզում են իրենց անձնական կյանքը կառուցել եւ գալիս են ձեզ հայտնում են, որ ուզում են ամուսնանալ, այդպես էլ կարող է։ Ես այստեղ աղջիկներ, տղաներ չեմ տեսնում, միայն երիտասարդ եմ տեսնում, բայց ձեր երեխան չէ, եթե նույնիսկ երեխան 25-27 տարեկան է, դուք 50-ի մոտ եք, ձեր համար ձեր երեխան էլի երեխա է։ Այդպես կարող է լինել։ Դուք շատ վաղուց ուզում էիք, վերջապես ձեր երիտասարդը գալիս է ձեզ հայտնում է, որ ինքը չէր ստացվում անձնական կյանքը, տեսնում եմ ինչ որ ժամանակ անձնական կյանքը չէր ստացվում, նաև գալիս է ձեզ լավ լուր է ասում եւ ուզում է ընտանիք կազմել, այդպես էլ կարող է լինել։ Արգենես առանձնապես ուրիշ ոչինչ չեմ տեսնում։ Ամեն դեպքում ես տեսնում եմ ինչ որ բան, եթե խանգարում էր, ինչ որ ճանապարհ փակ էր, զույգերի համար անձնական հարցերում ճանապարհը բացվում է, ես տեսնում եմ արևով շատ լավ է, շատ հաջող կլինի։
Գիտեք, եկեք 1-2 կարտել հանեմ, որտեղ ինձ համար շատ հասկանալի չէր իրականում ինչի մասին էր խոսքը։ Միգուցե կարտերը լրացուցիչ կհուշեն։ Հաջողության կարտն եմ տեսնում, հարգելիներս։ Էս ինչ հետաքրքիր է։ Հարգելիներս, նույն կարտերը գրեթե դուրս եկան, տեսեք, ինչ հետաքրքիր է։ Նախ առաջինը հաջողության կարտը դուրս եկավ։ Ձեր ընտանիքում զույգերի հետ ինչ որ ընտանեկան հարցում ինչ որ հաջողություն կլինի։ Եթե չգիտեմ, ուզում եք ամուսնության մասին խոսել, ձեր երիտասարդ ուզում է ամուսնանալ, ես տեսնում եմ ծաղիկով, որ շատ հաջող կլինի ամեն ինչ։ Տեսնում եմ նորից գիրք եմ տեսնում, նորից տեսնում եմ նավակը կանգնած, տեսնում եք, նորից տեսնում եմ այստեղ ինչպես էր կոչվում, խարիսխը, վաղուց ինչ որ բան կանգնած էր, ինչ որ մի բան էիք ուզում անել, էլի եմ ասում, նպատակ ունեիք, բայց մի տեսակ կանգնած էր, տեղից չէր շարժվում։ Սա տեսնում եմ ի վերջո կպարզվի տարբերակներ, պուրակ այգի եմ տեսնում եւ տեսնում հաջողության կարտը։ Գիտեք, ես կարող եմ ասել, որ ինչ որ մի բան, որ ձգձգվում էր, չէր լինում, ի վերջո կլինի։ Կարող է երեխա ունենալու հետ լինի, կարող է պարզապես երիտասարդները հանդիպում էին, երիտասարդ տղամարդը եւ չէր կարողանում որոշել ժամանակն է, ամուսնանամ, չամուսնանամ, ինձ թվում է ամեն դեպքում կորոշի եւ ընտանիքին էլ կհայտնի, որ ուզում է ամուսնանալ։ Ես ձեզ ամենայն հաջողություն եմ ցանկանում, զույգեր, բավականին հաջող շաբաթ կլինի ձեզ համար, եթե նման որոշում եք կայացնում։ Ինչ եմ տեսնում ծլերի համար աշխատանքում տեսնում ղարետուց եւ տեսնում եմ միայնակ կին, տեսնում եմ կին, որը երևի թե ինչ որ ժամանակ է աշխատանք չունի, երևի թե աշխատանք է փնտրում։ Կամ եթե կա մեկը, որ աշխատանքից դժգոհ է, անկախ նրանից կին եք թե տղամարդ, միգուցե մտածում եք աշխատանքից հեռանալու մասին։ Առայժմ տեսնում եմ, որ մտածում եք, որոշում չեք կայացրել։ Գիտեք, հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի ցելեր, շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Գիտեք, եթե որոշել եք թողնել եւ հեռանալ, տեսեք, այստեղ կտրուկ որոշել եք թողնել ձեր աշխատանքից հեռանալ, ես ամիջապես արևն եմ տեսնում, շատ ճիշտ որոշում եք կայացրել։ Եթե ինչ որ խնդիր կա ձեր աշխատանքի վայրում, տեսնում եմ վերջում էլ այստեղ սիրտը։ Եթե ինչ որ խնդիր ունեք եւ ուզում եք հեռանալ, կարտերը հուշում են ճիշտ որոշում եք կայացրել։ Կտրում եք, հեռանում եք, այսպես նեղված եք, ես չգիտեմ, շատ ճիշտ որոշում է, դուզ եմ տեսնում, արև եմ տեսնում, շատ ձեր սրտով կլինի, միգուցե արդեն աշխատանք գտել եք, դրա համար հնից ուզում եք հեռանալ, կա ինչ-որ մեկը ձեզ խորհուրդ է տալիս, որ երևի թե ինչպես նոր աշխատանք գտնեք կամ ինչպես ձեր գործերը կարգավորեք, ես չգիտեմ ինչ եք ուզում կարգավորել, կամ ինչ-որ բան եք ուզում վերջացնել, կտրուկ փոփոխություն եք ուզում աշխատանքի վայրում։ Գիտեք, միգուցե չեք ուզում հեռանալ, պարզապես փոփոխություն եք ուզում եք խոսել ձեր վերադասերի հետ, ուզում եք պաշտոնը փոխեն, ձեր, չգիտեմ, դիրքը փոխեն կամ ձեր բաժինը փոխեն, ինչ-որ փոփոխություն եք ուզում, այդպես էլ կարող է լինել։ Ես տեսնում եմ, որ իրականում հաջողություն կլինի, եթե դուք գնաք, խոսեք, դուք ինքներդ պետք է փորձեք փոխեք եւ իրականում հետո շատ էլ գոհ կլինեք, որ արեցիք։ Իսկ արտերը նաեւ հուշում են, որ միգուցե գնաք զրուցեք ինչ-որ մեկի հետ, օրինակ այս մարդը կարող է լինի ձեր աշխատանքի վայրում վերադաս կամ ինչ-որ մեկը կադրերի բաժնում։ Դուք պարզապես չեք ուզում հեռանալ, կարող է ուզում եք ուղղակի փոփոխություն, գնացեք խոսեք, կարող է միանգամից ձեզ լուրը չգա, բայց դա ձեզ ավելի լավ տեղ կտանի, այսինքն ձեզ համար գոնե պարզ կլինի։ Ես այս բոլոր կարտերից գիտեք կարող եմ ասել, եթե որոշել եք հեռանալ, դա ձեզ համար ճիշտ որոշում է, բայց մինչև հեռանալը տարբերակ կա, միգուցե խոսեք, զրուցեք, ինչ-որ փոփոխություն եք ուզում աշխատանքում, եթե կփորձեք եւ կմերժեն, կա, միգուցե եւ չեն համաձայնվի փոփոխությանը, այդ դեպքում գոնե գիտեք, որ փորձեցիք, չստացվեց կհեռանաք, որտեղ ես գիտեմ, տեսնում եմ, որ ինչ էլ որ որոշում եք, եթե նույնիսկ որոշում եք հեռանալ, իրականում տեսնում եմ ձեզ համար շատ լավ է լինելու, ընդ որում կտրուկ փոխվի ձեզ համար, բայց ես էլ եմ խորհուրդ տալիս, կարտերով կարող եմ ասել, մի փոքր զրուցեք, ինչ որ մեկի հետ փորձեք խոսել, արտահայտվեք, ինչ որ բանից դժգոհ եք, փորձեք ինչ որ բան փոխել աշխատանքի վայրում, մինչև որոշեք հեռանալ, բայց ինչ էլ որ որոշեք, ձեզ համար կլինի ճիշտ որոշում, կամ որոշում եք մնալ, եթե փոփոխություն լինում է, կամ որոշում եք հեռանալ։ Ֆինանսներում տեսնում եմ ամպեր են կուտակված, որտեղ ծախսերն են շատացել կամ ֆինանսներն են պակասել, տեսնենք։ Գուցե պարզապես շատ եք ծախսում, հարգելի ցելեր։ Տեսնենք։
Ես չգիտեմ ինչու են ամպեր կուտակված, տեսեք ինչ հրաշալի կարտեր եմ տեսնում իրականում հարգելներս։ Ես տեսնում եմ ինչ որ լուրի սպասում եք ֆինանսների հետ կապված, տեսնում եմ նորություն, փոփոխություն եւ տեսնում եմ երկու գեղեցիկ դուս։ Տղամարդուց եք լուր սպասում, լուրը կգա եւ շատ լավ լուր կգա։ Ինչ փոփոխություն, ինչ որ միգուցե նոր աշխատանքի աղբյուր եք փնտրում, աշխատանք միգուցե ունեք սա երկրորդն է կամ նոր աշխատանք կամ նոր տարբերակներ եք փնտրում ինչպես գումարներ վաստակել, ես շատ լավ կարտեր եմ տեսնում, շատ լավ։ Դուք նեղվում եք, հուզված եք, բայց ես ճիշտն ասած միգուցե ուրախությունից եք հուզված, այնքան ամեն ինչ լավ կարող է լինել։ Ես ամեն դեպքում շատ լավ կարտեր եմ տեսնում։ Ֆինանսների հետ ոչ մի խնդիր չեք ունենա։ Եթե ոչ մի պլաններ էլ չունեք, ֆինանսները լավ են, շատ լավ էլ կլինեն։ Դեռ լրացուցիչ բավականին ավելի շատ կլինեն, քան սովորական, ասենք, ինչ որ աշխատում եք, միգուցե ինչ որ կողմնակի եկամուտից է։ Ինչ որ միտեղից էլ ձեզ լրացուցիչ գումարներ կգան, սա կարող է լավ լուր եւ նաեւ շատ գումարներ։ Բավականին հաջող շաբաթ է, հաջող ձեզ համար հարգելի ցելեր ֆինանսական առումով, բոլոր առումներով։ Ինչ նպատակ էլ որ ունեք, վարկ եք ուզում վերցնեք, ծախս ունեք անելու, փոփոխություն, նոր աշխատանք, նոր աղբյուր եք փնտրում ֆինանսների, ես երկու տուզ եմ տեսնում, շատ լավ կլինի։ Ես չգիտեմ ինչու եք հուզված, բայց դրա կարիքը բոլորովին չկա։ Իրականում շատ հաջող կլինի ձեր ֆինանսական բոլոր հարցերը հաջորդ շաբաթ։ Այժմ տեսնենք ինչ է սպասում երկօրյակներին հաջորդ շաբաթ օգոստոսի 1-ից 8-ը։ Ինչ է սպասում երկօրյակներին։ Ընդհանուր տրամադրությունը, միայնակների անձնական կյանք, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Տեսնում եմ ժայռ, հարգելի երկօրյակներ, ինչ որ հարցում չեմ կարող ասել անձնական, աշխատանքային կամ ֆինանսական, մյուս կարտերը կնայեմ, կարող եմ միգուցե ավելի մանրամասնել, ինչ որ մի փոքր խնդիր կա, ինչ որ հարց չեք կարողանում լուծել։ Մեծ խնդիր չի, ընդամենը 8 շատ փոքր խնդիր է, բայց ամեն դեպքում, քանի որ ձեր տրամադրությունը այդպես մի տեսակ բարդ է, այսինքն հարց կա չեք կարողանում լուծել, անդադ մտածում եք այդ մասին, ինչպես կարող եք, սա կարող է աշխատանքին էլ վերաբերել իմիջիայլոց, կարող է ֆինանսներին վերաբերել, կարող է նաև անձնական հարաբերություններին։ Մի փոքր խնդիր կա, որ անդադ մտածում եք այդ հարցի շուրջ։ Ես տեսնում եմ անձնական հարաբերությունները միայնակների համար մի քիչ կասկածելի մարդիկ կան ձեր շրջապատում, հարգելի երկօրյակներ, ես չգիտեմ, հանդիպում եք, փորձում եք, բայց կարծես ոչինչ չի ստացվում։ Տեսնենք, ինչու չի ստացվում երկօրյակների շփումը այլ մարդկանց հետ։ Մի տեսակ երևի վստահության պակաս ունեք, չեք վստահում մարդկանց։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում շատ։ Տեսնենք։ Ինչեր եմ տեսնում մեր երկօրյակների համար հաջորդ շաբաթ։ Միայնակների համար։ Տեսնում եմ օձ, տեսնում եմ այստեղ սիրտ, երիտասարդ, տեսնում եմ նամակը, տեսնում եմ պուրակ, տեսնում եմ երեխա եւ տեսնում եմ ձիավորի կարտը։ Սա ինչ է նշանակում։ Գիտեք, ես տեսնում եմ այստեղ երիտասարդ, սիրահարված երիտասարդ, որը երևի թե աղջկան ուզում է ինչ-որտեղ հրավիրել, իսկ աղջիկը չի ուզում։ Աղջիկը չի ուզում, միգուցե ընտանիքի անդամները չեն ուզում, խորհուրդ են տալիս, որ այս տղայի հետ չշփվի, միգուցե ընկերուհին է պարզապես։ Ամեն դեպքում կա ինչ-որ մի կին, որը խանգարում է։ Կին, որը այդ երիտասարդին չի հավանում եւ աղջկա մեջ էլ անվստահություն է առաջացնում։ Տեսնում եք, նամակագրական կապ է, տեսնում եմ տղան ուզում է շփվել, նամակ գրում է, աղջիկը չի պատասխանում։ Նամակ նկատի ունեմ, կարող թեքստ է գրում, կարող չգիտեմ, ինչպես եք շփվում իրար հետ։ Այգի պետք է գնան հանդիպեն, աղջիկը չի ուզում գնալ հանդիպել, երիտասարդը նորից մտածում է տարբերակներ է փնտրում, փորձում է մեկ ուրիշի միջոցով աղջկան միգուցե լուր հասցնել։ Ես տեսնում եմ, որ երիտասարդն իրականում շատ այսպես սիրառատ, հա, սիրահարված է, բայց իրականում ոչ միտեղ, ոչ աղջկանից տեղեկություն կա, ոչ ուզում է իր հետ շփվել եւ ինչ տարբերակ էլ փնտրում է, միգուցե երեխաներ է ուղարկում նամակ կամ ինչ որ մեկին ուղարկում է, ուզում է լուր հասցնել աղջկան, բայց մի տեսակ չի կարողանում։
Գիտեք, ես տեսնում եմ հաջորդի նկարներ, աղջիկը առաջ է նայում, աղջիկը երիտասարդին չգիտես ինչու չի ուզում, չի վստահում, բայց ես չեմ կարող ասել, որ չի վստահում, որտեղ է տղան ինչ-որ սխալ բան է արել, այն ինչ-որ կնոջ պատճառով, այն ինչ-որ մեկը աղջկան լարում է այդ երիտասարդի դեմ, իսկ ես չեմ կարող ասել, ինչ-որ մեկը ինչ-որ բան գիտի այդ տղայի մասին, կդժվարանամ ասելում, հետ այսպիսի իրավիճակ կատարվում է, դու գլխի կընկնեք։ Ես տեսնում եմ աղջիկ իրականում առաջ է նայում։ Ամեն դեպքում կա ինչ-որ մեկը, որ խորհուրդ է տալիս աղջկան, ես այստեղ կին եմ տեսնում, չգիտեմ ով է, այս կինը ընկերուհի է, էլի գործընկերուհի է, ով է, որ ինչ-որ մեկը կա, ամեն դեպքում աղջիկը շատ է կիսում իր հետ։ Աղջիկներ մի կիսվեք։ Իրականում մի կիսվեք, ես չեմ կարող ասել աղվես ինչքանով է լավ մեկը, բայց մի կասկածամիտ մեկն է, կասկածամիտ, այսպես ասեմ, կասկածամիտ չասեմ, ես մի տեսակ այդքան հաջող մարդ չեմ տեսնում, եւ լուսնով կարող եմ ասել, իր մասին միգուցե շուտով ինչ-որ բան պարզեք։ Բամբասկոտ խոսք տանող բերող մեկը կարող է լինել, գիտեք, բայց մյուս կողմից չէ, ես կարող եմ ասել, մի վստահեք, ձեր 4 կողմը ով կա, գիտե ինչու մի կին կա, մի քիչ կասկածելի կին է, եւ ձեր հատկապես անձնական հարաբերությունների մասին մի խոսեք, եւ միգուցե ինչ-որ մեկին այդպես խոսում եք, կարող է նախանձ մեկը լինել, թեկուզ եւ ընկերուհի լինել, այն ինքը փորձում է ձեզ լարել երիտասարդի դեմ, որի հետ դեռ չեք էլ հանդիպել, շատ լավ երիտասարդ է, իսկ ինքը փորձում է ձեզ լարել, փորձում է ձեզ, հա, այսպես անվստահություն առաջացնել, այդ տղայի մասին երևի բամբասում է, դուք էլ նայում եք առաջ, ասիք այդ տղային չեք ուզում, նորից էլի շարունակում եք այս աղջկա հետ շարունակում եք զրուցել, ձեր անձնականից պատմել, իսկ այս աղջիկ իրականում ուզում է ձեզ խանգարել։ Մի վստահեք, հարգելիներս, դուք փորձեք տղաների հետ ինքներդ շփվեք, տղայի հետ, փորձեք հասկանալ լավն է կամ վատն է, որովհետև ձեզ իրականում կա ինչ-որ մեկը, որ հավանում է, տեսնում եք, հաջողության եւ զույգ ծաղիկների կարտն եմ տեսնում։ Իրականում դուք ինքներդ պետք է ճանապարհ անցնեք, միայնակ դուք չեք կարող ձեր անձնական հարցերում ոչ մի ընկերուհիների մի խառնեք, ընկերուհի է, մորաքույր է, չգիտեմ, հորեղբոր աղջիկ է, ինչ-որ մեկը ձեզ խանգարում է, դուք կարծում եք, որ ձեզ կարող է ճիշտ խորհուրդ տալ, օգնել, բայց իրականում ինքը կասկած առաջացնում է տղամարդկանց, բայց իրականում հենց ինքն է կասկածել, դուք իրեն պետք է հեռու պահեք ձեզնից։ Զույգերի համար տեսնում եմ արև, հարգելիներս, տեսնում եմ արև, շատ լավ է, ես չգիտեմ, արևից հետո արժի կարդանել, թե չարժի կարդանել, զույգերի համար ինչ-որ մի լավ լուր, ինչ-որ մեծ հաջողություն, տեսնենք, ինչ մեծ հաջողություն է սպասում երկորյակների համար զույգերի կյանքում, զույգերը կարող են լինել եւ ամուսնացած եւ չամուսնացած։ Տեսնենք ինչ եմ տեսնում զույգերի համար։ Տեսնում եմ խաչ եւ տեսնում եմ ամպեր են կուտակված։ Եվ դրանց հետո տեսնում եմ տուն։ Խաչը բավականին բարդ կարտ է, ես միշտ ասել եմ, ինչ որ զույգերի կյանքում ես չեմ կարող ասել, դուք ամուսնացած եք, ընտանիք եք, միգուցե ես տեսնում եմ այստեղ տուն, դրա համար կարող եմ ասել, չգիտեմ, միգուցե տանը, ընտանիքում ինչ որ մեկի հետ կապված ինչ որ բան է կատարվում եւ ամպերը կուտակված են։ Բայց այսպես ոչ մեկի մեղքով չէ, ոչ մեկ ոչ մի սխալ բան չի արել, ուղղակի այսպես կյանքի բերումով ինչ որ բան է պատահել։ Ես որտեվ անհատական չեմ նայում, կդժվարանամ ասել, այս եղում կյանքում ինչ է պատահել։ Մի օր մեկը ասում էր բախտագուշակը չի ասի չգիտեմ, նախ ես բախտագուշակ չեմ, չգիտեմ այդ որ նշանի համար էր, ուղղակի մարդիկ մեկ-մեկ խոսում են, չի առանց մտածել։ Որ չգիտեմ ում համար եմ նայում, ոնց ասեմ, գիտեմ 100%-ով։ Ամեն մարդու տանը տարբեր հարցեր կարող են լինել։ Ես այստեղ տեսնում եմ իրականում կին, տեսնում եմ օծ, ինչու միգուցե ինչ-որ մեկ առողջական խնդիրներ ունի։ Ես տեսնում եմ այստեղ աղջիկը նայում է առաջ է նայում, եթե զույգերից ինչ-որ, չգիտեմ, անձնական հարցեր պետք է լուծվեին եւ զույգերի հարցերը կանգնել էին, պետք է ամուսնանային, չգիտեմ, ինչ-որ պլաններ ունեին, չի կատարվում, որովհետեւ տանը հիվանդ կա,
դա կարող է խանգարել, այդպես էլ կարող է լինել։ Դրա համար ես չգիտեմ ինչպես կարող եմ ասել, բոլորի տան էլի չի կարող լինել, որ հիվանդ լինել։ Ես տեսնում եմ, այստեղ աղջիկը մենակ է կանգնած, ինչ որ ընտրություն պետք է կատարի, որոշում պետք է կայացնի, եւ տեսնում եմ, որ փոփոխություն կլինի։ Ես չգիտեմ, այս ճակատագրական, այս ինչ միջոց ձեզնից անկախ ինչ որ հարցեր առաջացել, մի քիչ տխուր եք, տանը ինչ որ խնդիրներ կան, դրա համար աղջիկա ամուսնության հարցը կամ չգիտեմ, ընտանիքում ինչ հարցեր կան, մի տեսակ կանգնել են հարցերը, ճանապարհի կեսին են մնացել։ Տեսեք, աղջիկը կարող է պետք է ամուսնանալ, պետք է գային նշանային, բայց կամ տղայի կամ աղջկա ընտանիքում ինչ-որ մի բան է կատարվել, մի քիչ տխուր իրավիճակ է, դրա համար որոշումը կիսատ է մնացել, այսինքն չեն գալիս, մատանի չեն դնում, չեն նշանում կամ չեն ամուսնանում, որովհետև ինչ-որ խնդիր է առաջացել։ Իսկ ես տեսնում եմ, որ հաջորդ շաբաթ կարող է ինչ-որ բան փոխվել։ Հարգելիներս, ես տեսնում եմ այստեղ լուսնով, թեկուզ մի քիչ կասկածներ, անհանգստություններ կան, միգուցե ինչ-որ կնոջ հետ կա առողջական խնդիրներ կա, որտեղ տեսնում եմ մասնագետ։ Իրականում տեսնում եմ աստղեր նպատակը ճանապարհը բացվում է, այսինքն եթե կա այդպիսի խնդիր, պետք է գնալ բժշկի, բժշկական միջամտությունից հետո բոլոր հարցերը կլուծվեն։ Ես այդպես կարող եմ ասել, այսինքն ես բարդ լուրջ խնդիրներ չեմ տեսնում, զույգերի մեջ խնդիրներ չեմ տեսնում։ Իսկ այստեղ տեսնում եմ արև, նախ ճանապարհը բացվում է, երկրորդը տեսնում եմ արևով շատ լավ լուր, այսինքն եթե տան ինչ-որ մեկը վատ էր զգում եւ ձեր բոլոր անձնական հարցերը կանգնել էին դրանից, իրականում դիմեք մասնագետի, մասնագետը կօգնի եւ իրականում բոլոր հարցերը կընկնեն իրենց տեղը։ Դա կլինի շատ լավ լուր։ Ես դրանից ավել ոչինչ չեմ կարող տեսնել, հարգելիներս։ Ամեն դեպքում ես բարդ ճակատագրական ինչ-որ իրավիճակներ չեմ տեսնում մի բան, որ հնարավոր չէ լուծել։ Եվ ես էլ եմ ասում, զույգերի մեջ ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, պարզապես տեսնում եմ, որ ինչ-որ հարցեր, հա, ձեր ընտանիքը եթե ամուսնացած եք կամ ամուսնացած չեք, ինչ-որ հարցեր կան ընտանիքում, կիսատ են մնացել, որովհետև ինչ-որ ընտանիք մեկն ու մեկի զույգերից մեկի ընտանիքում ինչ-որ բաներ կատարվում, մինչև այդ հարցը չլուծվի, իսկ այնտեղ կար մասնագետ, որ ձեզ կօգնի։ Եթե իրավաբանական հարցեր պետք է դիմել իրավաբանի, եթե առողջության հարցեր պետք է դիմել ուրեմն բժշկի։ Մինչև այդ հարցը չլուծվեր, ինչ որ մեկի ընտանեկան խնդիրները, ձեզ ճանապարհը չէր բացվում, զույգերի հարցերը չէին լուծվում։ Իսկ ես տեսնում եմ, որ շատ հնարավոր է հաջորդ շաբաթ ինչ որ բան փոխվի։ Աշխատանքում տեսնում եմ այս խելացի իմաստուն մարդը, որը կարող է նաև լինել ուսուցիչ, մասնագետ, որը ձեզ կարող է ինչ որ բաներ սովորեցնում, ինչ որ խորհուրդներ է տալիս։ Աշխատանքի վայրում եթե խնդիրներ ունեք, կարող է այդ խնդիրները լուծել ձեզ համար։ Կամ միգուցե աշխատանք եք փնտրում, դիմում եք, չգիտեմ, գործակալության մասնագետի, որը կկարողանա ձեզ համար աշխատանք գտնել։ Հիշում եք, սկզբում մի փոքր խոչընդոտ, որ ասում էի օրինակ, այսպես, եթե հիշում եք, այդ խոչընդոտը կարող է լինել անձնական հարցերում զույգերի համար։ Մի փոքր խոչընդոտ կար, խոչընդոտը հեռանում է եւ իրականում ամեն հարց լուծվում է։ Կարող է դրան էլ վերաբերել։ Տեսնենք ինչ էր կատարվում երկորյակների աշխատանքի վայրում։ Ամեն ինչ շատ նորմալ է, հարգելի երկորյակներ։ Եթե կա ինչ-որ մեկ, ինչ-որ բան եք սովորում իրենից, տրեյնինգ է անում, ձեզ ինչ-որ բան է սովորեցնում, շատ լավ է։ Ամեն ինչ շատ հաջող կլինի։ Եթե աշխատում եք, ինչ-որ փոփոխություն կլինի, միգուցե նոր մարդիկ կգան ձեր աշխատանքի վայր, իսկ եթե աշխատանք եք փնտրում, ինչ-որ մեկին ասում եք գործակալության, ձեզ լավ լուր կգա, կարող են ասել, որ վերջապես տեսնում այսպես նամակի լուրի եք սպասում, վերջապես լուրը կգա, ճանապարհի կեսին էիք մնացել, իրականում սրտով շատ ուրախ կլինեք։ Այսինքն եթե լուրի եք սպասում ինչ-որ մեկից աշխատանքի տեղավորման հարցում, շատ արագ լուրը կգա եւ ճանապարհը կբացվի։ Մի քիչ անհանգիստ եք, բայց ես տեսնում եմ, որ իրականում շատ ուրախ եք լինելու, ինչը նշանակում է, որ լավ լուր կգա։ Իսկ եթե աշխատանք ունեք արդեն, կամ ձեր գործն ունեք, ինչ էլ որ անում եք, ինչ որ անհանգստություններ ունեք, որտեղ լուրի եք սպասում, ուշանում էր լուրը, դրա համար գործերը կիսատ էին մնացել, ես իրականում տեսնում եմ, որ հաջողել կվերջանա։ Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Ձեր լուրը կգա, եթե լուրի եք սպասում։ Փոփոխություն եք սպասում, փոփոխությունն էլ կգա, ինչ որ բան տեղից կշարժվի հաջորդ շաբաթ։ Իսկ եթե ամեն ինչ նորմալ էր, ամեն ինչ շատ նորմալ էլ կլինի, հարգելիներս։ Այս ֆինանսների հետ տեսնում եմ մի փոքր կորուստ։ Կորուստը կարող է լինել լրացուցիչ ծախսեր։ Ծախսեր ունեք անելու, ծախսեր եք անում, ձեր ֆինանսները դրանից մի քիչ պակասում են, դե ծախսերը կարող են լինել տարբեր։ Կարող է ուղղակի ուզում եք ճամփորդել, ինչ ուզում եք մեծ կահույք գնել, դրանից գումարը կորցնում եք, բայց ձեր երազած կահույքը գնում եք։ Դա բացասական, ասենք, ծախս չի կարող լինել։ Կարող է պարտք ունեք, պարտքը վերջապես փակում եք, հեռացնում եք ձեզնից, դե շատ լավ է, դա կարող է լինել դրական։ Կարող է ձեզ էլ ինչ-որ մեկը պարտք վերադարձնում է, դրանից թեթևանում եք, կարող է վարկ եք փակում, որտեղ սրանով կարող ինչ-որ բան կորցնում եք, գումարներ կորցնում եք, դա դեպքում ֆինանսները, կամ պարտքն եք վերջացնում։ Խնդիրը, պրոբլեմն է այստեղ կարող է հեռանում է ձեզնից։ Երկու տարբերակն էլ կարող է լինել, տեսնենք։ Ինչ կմանրամասնեն կարտերը։
Շատ լավ կարտեր եմ տեսնում, 3 սիրտ եմ տեսնում, հարգելներս։ Նույնիսկ եթե կասկածներ, անհանգստություններ ունեիք, ձեզ գումարը իմպարտ կտան, չեն տա, ճանապարհը բացվում է, սա էլ ձեր գումարները փոփոխություն կլինի։ Եթե գումարներ սպասում եք հեռվից, արտերկրից, որտեղ էլ որ ապրում եք, ձեզ ֆինանսները տեսնում եմ ճանապարհը բացվում է, ֆինանսները կգան։ Եթե ճանապարհների հետ էր առասարակ կապված ֆինանսները եւ ինչ որ խոչընդոտներ եւ խնդիրներ կային, ես տեսնում եմ, որ իրականում ճանապարհը բացվում է եւ ձեզ դրսից, հա, հեռվից, տնից դուրս կարող է ինչ-որ մեկը ֆինանսներ ուղարկում է, ֆինանսները գալիս են։ Ես շատ հաջող կարտեր եմ տեսնում։ Դուք տեսնում եք, որ անհանգիստ եք, բայց ինչ-որ բան կպարզվի հաջորդ շաբաթ։ Ես չեմ կարող ասել հաջորդ շաբաթ ֆինանսներ կգան կամ ֆինանսական, եթե ծախսեր ունեք, հարցերը կլուծվեն, բայց կարող եմ ասել, որ տարբերակը գտնեք, որտեղ ճանապարհը արդեն բացվում է։ Եթե մինչև այդ անհանգիստ եք, ինչպես պիտի կարողանաք այս խնդիրը լուծել, հիշում եք, սկզբում էլ ասում եի, այստեղ խնդրեմ կա մի փոքր, չգիտեք, անդադ մտածում եք չեք կարողանում հարցը լուծել, կարող է նաև ֆինանսի հետ կապված լինել, ծախսեր ունեք, չեք կարողանում փակել, միգուցե պարտք ունեք, չեք կարողանում տալ։ Այ ես տեսնում եմ հաջորդ շաբաթ կգտնեք տարբերակը, արդեն ճանապարհը կբացվի, ձեզ համար պարզ կլինի ինչպես կարող եք ձեր հարցը լուծել ֆինանսի հետ կապված եւ տեսնում եմ փոփոխության կարտը դրական իմաստով։ Ձեզ լավ շաբաթ եմ ցանկանում, հարգելի երկորյակներ։ Պետք է որ դրական շաբաթ լինի բոլոր առումներով։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում խեցգետիններին հաջորդ շաբաթ օգոստոսի 1-ից 8-ը։ Տեսնենք ինչ է սպասվում խեցգետինների հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար, անձնական հարցեր, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրություն տեսնում եմ շատ հուզված եք հարգելի խեցգետիններ։ Նու որոշ խեցգետիններ չեն կարող բոլորը հուզված լինել, բայց հուզմունքը կարող է լինել եւ ուրախ եւ տխուր, այսինքն կարող են լինել նաև արդյունքներ, անպամած երկնքից նաև անձև է գալիս, կարող է լինել հուզված եք լավ իմաստով, ես մյուս կարտերը պետք է նայեմ տեսնեմ, արդյունքները չէ որ կարող են լինել եւ ուրախության եւ տխրության։ Մի քիչ կարող է թախծոտ լինեք, տխուր լինեք, կդժվարանամ ասել ինչու, ես մյուս կարտերն էլ կնայեմ կտեսնեմ, բայց ամեն դեպքում այնքան էլ բարձր տրամադրության մեջ չեք։ Տեսնում եմ բանալի միայնակների անձնական հարցերում։ Տեսնենք ինչումն է բանալին, ձեզ ինչ որ շանս կտրվի։ Տեսնենք ինչ բանալու մասին է խոսքը միայնակների անձնական հարցերում։ Շատ ակշիր կարտեր եմ տեսնում հարգելի միայնակ խեցգետիններ, շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Բանալին տեսնում եմ, ամիջապես տեսնում եմ թռչունները խոսակցությունն են։ Բանալին շփման մեջ է, շփման եւ խոսակցության մեջ է, ում հետ եք շփվում, որտեղ եք շփվում, ես կդժվարանամ ասել, բայց տեսնում եմ ճակատագրական, այսպես ինչ որ ճանապարհ է բացվում ձեզ համար։ Կոնֆլիկտային կարտ եմ տեսնում ամիջապես այստեղ պուրակի կարտը։ Գիտեք, ես կարող եմ ասել, որ կարող եմ ասել, որ ինչ որ մեկի հետ վեճը կարող է շատ ճակատագրական լինել ձեզ հետ։ Ներողություն ձեզ համար։ Ձեզ համար շատ ճակատագրական կարող է լինել։ Ես չգիտեմ, այսպես աշխատեք չվիճել։ Գիտեք, այն տպավորություն եմ ստանում, որ եթե ինչ-որ մեկի հետ մի քիչ կոշտ կոպիտ խոսեք, ես չգիտեմ, այս կոնֆլիկտը ինչի հետ է կապված, տեսնում եմ, հանդիպում եք, ինչ-որ մեկի հետ հանդիպում եք, բայց կարող է ձեր խոսույթի պատճառով, ձեր այս մարդու նկատմամբ վրդովվածության պատճառով իրականում կարող է շատ ճակատագրական բարդ իրավիճակում հայտնվեք։ Սա տհաճ խոսակցություն եմ տեսնում, այստեղ վեճերի կարտն եմ տեսնում, բանալին խոսակցության մեջ է, տեսնում եք, այստեղ դրական կարմիր եմ տեսնում։ Այսինքն մի քիչ ավելի խոսակցության մեջ զգույշ եղեք, ում հետ եք խոսում։ Փորձեք զրուցել, ոչ թե վիճել։ Որովհետև վեճը իրականում կարող է, եթե նույնիսկ ինչ-որ մեկի հետ հանդիպում եք հարց լուծելու կամ հանդիպում շփվում եք, ուզում եք ինչ-որ մեկի հետ հարաբերություններ ստեղծել, ես տեսնում եմ, որ իրականում փոխանակ գեղեցիկ ժամադրություն լինի շփումը, խոսակցությունը, այլ իրականում դառնում է վեճ։
կոնֆլիկտ, ընդ որում դուք էլ եք վիճում, ձեզ հետ էլ են վիճում, դա ձեզ ոչ միտեղ չի կարող տանել, եւ ես տեսնում եմ, որ այդ վեճը իրականում ոչ մի հարց չի լուծելու, ճակատագրական բարդ իրավիճակ ստեղծվի եւ եթե վիճում եք մեկի հետ, որ հավանում եք, իրականում կարող եք մարդուն կորցնել։ Ես տեսնում եմ, դուք այստեղ որոշում ունեք կայացնելու եւ տեսնում եմ այստեղ երկու հոգու մասին։ Այսինքն դուք ինչ որ մեկի հետ երևի ինչ որ մեկը կա, ուզում եք հանդիպել, չեք ուզում հանդիպել, դեռ ոչ չեք որոշել ձեր զույգն է, ձեր զույգը չէ։ Ես ամեն դեպքում բավականին բարդ կարտեր եմ։ Վերջում հաջողություն տեսնում եմ, որովհետեւ տեսնում եմ ձեզնից է կախված։ Այստեղ որոշումը ձերն է, ճանապարհի կեսին մնացել եք, դուք պետք է որոշեք։ Կարտերը հուշում են մի վիճեք, վեճը ձեզ ոչ միտեղ չի տանելու եւ հակառակը կարող է դա ձեզ ճակատագրական լինել, այսինքն լինել դա իրականում վերջը ձեր հարաբերությունների։ Բայց պետք է ավելի զգուշ խոսել, եթե խնդիր կա, բացատրվեք մարդու հետ, միգուցե 1-2 հանդիպել եք, նորից ուզում է հանդիպել, կոնֆլիկտ է առաջացնում, փորձեք ավելի մեղմ լինել եւ որոշում կայացնել։ Գիտեք, օրինակ կան այդպիսի, չէ՞, երիտասարդ, հույսով մեծ դարում արդեն չկան, չգիտեմ, 20-30 տարի առաջ կային։ Մեկի հետ 1-2 անգամ հանդիպում էիր, հետո արդեն պահանջներ են ներկայացնում, դե որ հանդիպում էիր, ինտուիցիա էիր տալիս, իրականում չկա այդպիսի բան, հա, դա հիմարություն է, մանիպուլյացիա են ենթարկում ձեզ։ Եթե այսպիսի ինչ-որ մի հարց է, երիտասարդն է այսպես վեճը սկսում, հա, դա իրականում ոչ միտեղ չի տանում, կարտերը հուշում են թողեք հեռացեք, ասացին հեռացեք, նա ձեզ զույգ չի, դուք իրականում նորմալ մեկին կհանդիպեք։ Ես այդպիսի բաներ եմ տեսնում։ Ամեն դեպքում բանալին խոսքի մեջ էր, մի քիչ զգուշ եղեք խոսելու այդ կոնֆլիկտներից, աշխատեք խուսափել։ Ես զույգերի համար չէի նայում, միայնակների համար եմ տեսնում։ Տեսնում եմ այդ զույգը կարող է վեճի վերածվել, բայց եթե ինչ որ մեկը ձեզ հետ է կոնֆլիկտային, հարգելի աղջիկներ, ես տղա եմ տեսնում, իրականում հեռու մնացեք իրենից, որտեղ դա ձեզ զույգ չի, ձեզ իրականում սպասում է շատ լավ ավելի հանդիպում մեկ ուրիշի հետ։ Չեմ կարող ասել ինչքանով շուտ, երբ կհանդիպեք, բայց իրականում սա ձեր տարբերակը չէ, ձեզ իրականում ավելի ուշ հաջողություն է սպասում, իսկ հաջողություն էլի գալիս է շփումից։ Ինչ եմ տեսնում զույգերի մեջ, ես տեսնում եմ ինչ որ մեկը լուրի է սպասում, նամակ եմ տեսնում եւ տեսնում եմ ղարի 7-ով որ շատ վաղուց եք սպասում եւ լուր չի գալիս եւ դրա համար էլ միգուցե հուզված եք, ամպի կարտը որ տեսնում եք հուզված եք, որովհետեւ սպասում եք ինչ որ մեկից լուրի եւ լուրը չի գալիս։ Եթե զույգեր ամուսնացած են, ամուսնացած չեն, նշանակություն չունի։ Եթե մեկը հեռու է, մյուսը լուրի է սպասում, ես տեսնում եմ, որ լուրը չի գալիս, ուշանում է։ Դրա համար էլ տխուր եք։ Ինչեր եմ տեսնում հարգելի խեցգետիններ։ Շատ տարօրինակ կարտեր եմ տեսնում։ Տեսնում եմ այստեղ երիտասարդ, տեսնում եմ սիրտ, տեսնում եմ գիրք, տեսնում եմ խաչ, աղվես, աղջիկը նայում է։ Տեսնում եք, սա տեսնում եմ անցյալում ինչ է եղել։ Աղջիկը լուրի է սպասում եւ չի գալիս, հավանաբար երիտասարդին, որին սիրում է, լուր չի։ Ինչ որ բան է պատահել, գրքով կարող եմ ասել, ինչ որ բան պետք է պարզվի, կամ միգուցե դուք եք ուզում, ինչ որ լուրի եք սպասում, որտեղ ինչ որ հարց եք ուզում պարզել, գիրքը ինֆորմացիան, ինչ որ հարց եք ուզում պարզել երիտասարդի հետ։ Չեմ կարող ասել ճակատագրական ինչ է եղել, որ հեռու եք իրարից եւ լուրը չի գալիս։ Ես տեսնում եմ կան մարդիկ, որոնք ուզում են ձեզ օգնացնել, ինչ որ ձևով ուզում են ձեզ հետ խոսել, ինչ որ բան առաջարկել, չգիտեմ, տարբերակներ, կամ միգուցե պարզապես զրուցել, ձեր մասին հոգ տանել, իսկ ես տեսնում եմ, որ դուք այս բոլորը անցյալում է չեք ուզում, դուք ոչ մեկի միջամտությունն էլ չեք ուզում։ Բարդ ճակատագրական վիճակ եմ տեսնում հարգելիներս, դուք ուղղակի երևի լուրը սպասում եք չի գալիս, եւ աղջիկ այս բոլորը ետևում է մնացել։ Հիմա աղջիկը սպասում է եւ իրականում լուր չի գալիս։ Ես աղջկանից հետո տեսնում եմ կորստի կարտը։ Արդեն համբերությունն է միգուցե աղջիկը կորցնում, չեմ կարող ասել, հույսն է կորցնում արդեն աղջիկը, չեմ կարող ասել, որտեղ լուրը սպասում է, լուրը չի գալիս, սիրած տղամարդուց, չեմ կարող ասել ինչ է պատահել, ինչու երիտասարդը չի կապում իր հետ, իսկ աղջիկը բավականին տխուր վիճակում է։ Կամ միգուցե իր վախերն է, որ կորցնում են իրենց արդեն իր զույգին։ Ես տեսնում եմ այստեղ մասնագետ եւ տեսնում եմ այստեղ ճանապարհը բացվում է։ Գիտեք, ես չեմ կարող ասել ճանապարհը ինչ ճանապարհ է բացվում, բայց կարող եմ ասել, որ ձեզ պետք է ինչ-որ մեկի հետ խոսել, ինչ-որ մեկի հետ պետք է զրուցել։ Միգուցե հոգեբանի մոտ գնաք, միգուցե մասնագետի մոտ գնաք։
ես տեսնում եմ, որ դուք պետք է հոգ տանեք ձեր մասին եւ ճանապարհ ձեզ համար ձեր հոգեկան առողջության ճանապարհը կբացվի։ Ես չեմ տեսնում առայժմ, որ ինչ որ ձեզ մեջ շփում կլինի, ինչ կլինի հաջորդ շաբաթ, բայց ես տեսնում եմ, որ դուք իսկապես կարող է առողջական կորուստ լինել, կարող է ձեր հոգեկանը, չգիտեմ, ինչ կարող է լինել, մասնագետ եմ տեսնում եւ տեսնում շատ լավ կլինի ճանապարհ։ Անպայման դիմեք մասնագետ, ինչո մեկի դիմեք, եթե ինչո մեկը լուրի է սպասում, չի գալիս եւ վախենում է, վախեր անհանգստություններ ունի, ինչ որ խնդիրներ կան, ես ավելի մանրամասն չեմ տեսնում, բայց անպայման դիմեք ինչո մեկին, ձեզ մասնագետ է պետք, հոգ տարեք ձեր մասին հարգելի աղջիկներ, լուրը չի գալիս, դա դուք ոչ մի հարց չեք կարող լուծել, եթե դուք ձեր առողջությանը չհետևեք։ Ես ուրիշ առանձնապես ոչինչ չեմ կարող ասել, հարգելներս, տեսնում եմ տղամարդ, տեսնում եմ գիրքը, լուրը չի գալիս, նեղված եք, ես դրանից ավել ոչինչ չեմ կարող ասել։ Ում վերաբերում է, նրանց վերաբերում է։ Դրա համար եք տխուր, նեղվում եք, երևի շատ լաց եք լինում, հուզված եք, ձեր առողջությունն եք վնասում, ինչ-որ մեկի հետ պետք է զրուցեք, ինչ-որ մասնագետի հետ, նաև հոգեբանների հետ կարող եք զրուցել։ Իսկ աշխատանքի վայրում տեսնում եմ մի տեսակ ամեն ինչ կանգնած է, խարիսխով կարող եմ ասել, չի շարժվում, գործեր առաջ չեն շարժվում։ Իսկ եթե մարդիկ կան աշխատանք են փնտրում, աշխատանք չունեն, երևի թե ինչ-որ տևական ժամանակ է աշխատանք չունեն։ Ինչու բան կփոխվի հարգելիներս, հաջորդ շաբաթ տեսնում եմ որոշ մարդ, տեսնում եք ինչ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, սկսեց ღարով, կամ աշխատանք չունեիք, շատ լավ լուր կարող է գալ, ինչ որ մեկից կարող է լուր գալ հաջողության մասին, այսինքն երբ ճանապարհը բացվում է, որ կարող եմ ասել, որ ձեզ կարող է աշխատանք են առաջարկում հաջորդ շաբաթ, նրանց համար, ովքեր վաղուց աշխատանք չունեին, շատ այսպես ամեն ինչ կանգնել էր, չէր շարժվում, իսկ եթե աշխատանքում ինչ որ խնդիրներ կային կամ ինչ որ բան տեղի չէր շարժվում, ձանձրանում է, գործերը կանգնել էին, հոյակապ կարտեր եմ տեսնում, հարգելներից, տեսնում եմ գրքով ինչ որ մի նոր բան կպարզվի, ձեզ համար կճշտեք, լուրը կգա, եթե լուրի եք սպասում փոփոխություն կգա, ինչ որ մեկը կգա, ձեզ համար ինչ որ հարց կլուծի։ Ես այստեղ տեսնում եմ ղարի 9-ով ամեն ինչ կանգնած է, տեսնում եմ սրտին, ինչ որ մեկի միջոցով ինչ որ հարց կլուծվի ձեզ համար։ Լուրը գալիս է ինչ որ մեկից, տեսնում եք, շտապում եք, շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, որպեսզի չի երկարացնեմ, աշխատանքի հետ կապված ինչ հարցեր ունեք, եթե ամեն ինչ նորմալ է, նորմալ է, եթե մի քիչ աշխատանքը կանգնել էր, աշխատանք շարժվի, եւ ինչ որ մեկից լուր կգա, ինչ որ մեկի օգնությամբ կշարժվի, իսկ եթե աշխատանք չունեիք, հոյակապ կարտեր եմ տեսնում, հույսով եմ մի շաբաթ ձեզ աշխատանք առաջարկեն, հարգելի խեցգետիններ։ Ինչ եմ տեսնում ֆինանսներում, տեսնում եմ օձ, օձը կարող է լինել իմաստուն կին, օձը կարող է լինել նաեւ, տեսնենք, չեմ ուզում ասել, մինչև լրացուցիչ կարտեր չբացեմ, տեսնենք, ինչի մասին է խոսքը։ Միգուցե ինչ-որ մեկը ձեզ գումար է պարտք եւ չի ուզում տալ, անդադ խոստանում է եւ չի տալի, սուտ է խոսում, կամ կարող է ինչ-որ մեկը գալիս է ձեզնից գումար ուզի եւ օձի լեզու ունի, ձեզ փորձելու է համոզել, բայց ինքը լավ անձնավորություն չի, աշխատեք նրանց չվստահել եւ գումար չտալ։ Գոնե հաջորդ շաբաթ, որտեւ ինքը լավ անձ չի երևում ամեն դեպքում։ Այո, տեսնում եք, ինչ էի ասում, տեսնում եմ այստեղ օձը, տեսնում եմ այստեղ կորուստներ։ Եթե ինչ-որ մեկը գալիս է ձեզնից գումար է ուզում, այդ գումարը ձեզ չի վերադարձնելու հարգելիներս։ Եթե դուք մերժեք, գումարը չտաք, որտեվ իրեն չվստահեք, որտեվ երևի թե դուք գիտեք սա ով է եւ երևի թե գիտեք, որ ինքը պարզապես խոսում է, ես տեսնում եմ առաջ խաղացում եւ տեսնում եմ հաջողություն։ Այսինքն, դուք եթե մերժեք, ինչ-որ մեկը ձեզնից գումար է ուզում, հա, դուք կարողանաք խուսափել, ոչ մի ֆինանսական խնդիր չեք ունենա։ Կարող է ամեն դեպքում ինչ-որ մեկը կա, զգույշ եղեք, ինչ-որ կին եմ տեսնում, կարող է իր պատճառով կորուստներ ունենաք, բայց ես տեսնում եմ դա ձեր մտահոգություններն են, միգուցե դուք եք անհանգիստ, ես ամպերով եմ տեսնում, բայց ես տեսնում եմ դուք ոչ մի կորուստը չեք ունենա։ Իսկ եթե մյուս կողմից կարող է լինել սա ձեր ընտանիքում կին, որը առողջական խնդիրներ ունի եւ բավականին գումարներ եք ծախսում իր առողջության վրա, ես տեսնում եմ այստեղ առողջությունը իրականում մարդու լավանում է եւ տեսնում եմ այստեղ է ֆինանսական լավ լուր։ Եթե մարդու առողջությունը լավանում է, ծախսերը պակասում են դեղորայքի բժիշկների այցելության համար, ձեր ֆինանսները դրանից կարգավորվում են հարգելին, դրանից լավ լուր չէ, հիվանդը առողջանում է, միանգամից դա ազդում է ձեր ֆինանսների վրա։ Այդպես էլ կարող եմ ասել, շատ լավ եմ տեսնում եւ տզով եմ տեսնում եւ տեսնում եմ ծառով, եթե տանը հիվանդ ունեք, հատկապես հիվանդ կին, ինչ առողջական խնդիրներ ունենա։ Ես եմ տեսնում կորուստներ, այսինքն ծախսեր ունեք, լրացուցիչ ծախսեր առողջական խնդիրների համար։ Իրականում այդ
առողջությունը երբ որ մարդու կլավանա, ձեր ֆինանսական հարցերն էլ կլուծվեն։ Իսկ եթե ֆինանսների հետ կապած, ես չգիտեմ, ինչ որ էլ եմ ասում, եթե ինչ-որ մեկը գալիս է պարտք ուզի մի տվեք, իսկ եթե ձեզ ինչ-որ մեկը պարտք էր եւ վաղուց արդեն չէր տալիս, միգուցե եւ վերջապես բերեն վերադարձնեն, այդպես էլ կարող է։ Ամեն դեպքում ֆինանսներում տեսնում եմ ինչ որ անհանգստություններ կային, խնդիրներ, ծախսեր կային, բայց ես իրականում վերջում տեսնում եմ շատ դրական, այսինքն ձեր գումարները ավելանում են եւ չեն պակասում։ Դրա համար ենթադրում եմ, որ ինչ որ մեկի հետ կապված ծախսեր կային, առողջության հետ կապված, երբ որ առողջության խնդիրը լուծվում է, խնդրը վերանում է, առողջությունը կարգավորվում է, ֆինանսներն ավելանում են, որտեղ այստեղ ֆինանս չեմ տեսնում, ես ավելի շուտ տեսնում եմ, որ ծախսերն են պակասում, ծախսերը որ պակասում են, դրանից ձեր ֆինանսները կավելանան հարգելիներս, լավ եմ տեսնում շատ։ Ամեն դեպքում ձեզ լավ շաբաթ եմ ցանկանում հարգելի խեցգետիններ։